Սոչիում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը թերևս այն քիչ հանդիպումներից մեկն էր, որից հետո և ադրբեջանական կողմը, և հայկական կողմը արձանագրեցին դրական տեղաշարժ, սակայն անգամ դրանից հետո հրադադարի ռեժիմը կրկին խախտվեց և էլի եղան զոհեր։ Ուրեմն, ինչ արժեք ուներ Սոչիում արված հայտարարությունը և ինչ զարգացումներ կարող են հաջորդել դրան։ Այդ մասին ենք այսօր զրուցելու Ազատություն ռադիոկայանի հյուրերի՝ լրագրող Սիվիրիթաս հիմնադրամի փորձագետ Թաթուլ Հակոբյանի և Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Թևան Պողոսյանի հետ։ Պարոն Պողոսյան, ես նախ ուզում եմ հիշեցնել այն, ինչ որ Լատվիա համայնքի հետ զրույցում պատմել էր նախագահ Սերժ Սարգսյանը։ Նա ասել էր, երբ հանդիպում էինք Լատվիայի վարչապետի հետ նրա հարցին, թե ինչ առաջընթաց կա Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ կապված, ես պատասխանեցի, որ եթե այս հարցը տրվեր մեկ շաբաթ առաջ, ապա ես կասեի, որ որևէ արդյունք, որևէ դրական ելք չեմ ակնկալում, բայց մարտի 5-ին Սոչիի հանդիպումից հետո կարելի է ասել, որ որոշակի տեղաշարժ կա ադրբեջանցիների դիրքորոշման մեջ, նաև հավելել էր. ես համարում եմ, որ մենք տեսանելի ապագայում կարող ենք հասնել որոշակի համաձայնությունների, սկզբունքների շուրջ։ Ձեր գնահատմամբ, որքանով է տեսանելի այդ ապագան։ Ես հիշում եմ նաև, որ այդ մեկնաբանության մեջ պարոն նախագահն ասաց, որ այնուամենայնիվ դա կլինի բանակցությունների սկիզբը, ոչ թե ավարտը, եւ սկիզբն ու ավարտը եւ տեսանելին կարելի է բերել նաև համաշխարհային տարբեր կոնֆլիկտների փորձերից։ Այնքան մենք ունենք տարբեր կոնֆլիկտներ, որոնք սկսել են 40-ականից մինչև հիմա լուծում չեն գտել, տարբեր կոնֆլիկտներից, որոնք 70-ականին են սկսվել եւ մինչև հիմա բանակցային գործընթացի մեջ են։ Եվ այն, որ կարելի է ասել, նույնիսկ հասնենք մի կետի, որտեղ ինչ-որ չափով ավելի շատ կխոսենք դեպի խաղաղ լուծում ճանապարհներ գտնելու, ոչ թե կրակելու եւ իրար մասին ատելության ինֆորմացիա տարածելու, միգուցե կարող է դիտարկվել ինչպես մի նշման, որ կարելի է մտածել, թե ապագայում կարելի է ինչ-որ մի բանի հասնել։ Կան նաև ներքին մանրուքներ, որոնք դժվարությամբ կարելի է այսօր ասել, որոնք են լինելու, բայց այնուամենայնիվ, որ եղավ շեշտադրումը, որ 3 սկզբունքների մասին է խոսքը գնացել, ապա այդ 3 սկզբունքներում երևի պարոն նախագահան այդպիսի մի տպավորություն է ստացել եղած խոսակցությունից, որից իրեն մոտ այդ տեսակի սպասումներ են առաջացել։ Չնայած դրանից հետո անցած 2 օրվա ընթացքում կարելի ասել, որ այդ բոլոր սպասումները ինձ թվում է երևի իջի կոթը ցնդեցին, նրանից որ Ադրբեջանը 2 օր մեջ ադրբեջանական սնայպերները սպանեցին 2 հայ զինվոր եւ ինձ թվում է գալու է մի իրավիճակ, որտեղ ոչ թե մենք կանկնկալենք որևէ մի խաղաղություն, այլ գլխավոր ակնկալիքը պետք է լինի միջազգային հանրություն ինչքան է դիմանալու այդ խոսքի եւ գործի տարբերությանը Ադրբեջանի։ Եկեք ավելի մանրամասն խոսենք այն հայտարարության մասին, որ ստորագրվեց Սոչիում, մասնավորապես թերևս դա Մայնդորֆյան փաստաթղթից հետո առաջին փաստաթուղթն էր, որտեղ կային հստակ պայմանավորվածություններ, առաջին կետը ամենակարճ ժամկետում ավարտել ռազմագերիների փոխանակում։ Պարոն Հակոբյան, արդյոք սրանով Հայաստանը պաշտոնապես ընդունում է, որ մեր երկրում կան ադրբեջանցի ռազմագերիներ։ Արդյոք սա ճիշտ էր ձեր կարծիքով։ Գիտեք, կարելի է ասել, որ այդ հայտարարությամբ այո ընդունում է, նաև Ադրբեջանն է ընդունում, որ կան ռազմագերիներ, բայց ես չեմ կարող պնդել քանիսն են, գուցե 1-ն է, գուցե 10-ն է, գուցե չգիտեմ, չեմ կարող ասել, բայց ուզում եմ վերադառնալով այդ հայտարարությանը, ես կասեմ, որ իմ համար հայտարարությունը բացարձակապես կարևոր չէ, արժեք չունի, իմ համար ամենակարևորը նա էր, որ նախագահները հանդիպեցին, եւ ես կարող եմ ասել, որ նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիևի նախորդ բոլոր հանդիպումներից իմ ընկալմամբ սա ամենակարևորն էր, ամենապահանջվածն էր եւ ամենաանհրաժեշտն էր, որովհետեւ նախորդ տարի տեղի են ունեցել 3 հանդիպումներ, որոնք անցել էին փոխադարձ մեղադրանքների ոչ կոնստրուկտիվ մթնոլորտում եւ բացի այդ տեղի էր ունեցել Աստանայի ԵԱՀԿ գագաթաժողով եւ այնտեղ նախագահներ չէին հանդիպել։ Այսինքն այս հանդիպումը փորձեր նորից բանակցությունները բերել սեղանի շուրջ։ Սա ամենակարևոր գործոնն է, որը կարող է նվազեցնել պատերազմի հավանականությունը։ Իմ համար այս հանդիպումը դրանով էր չափազանց կարևոր։ Մնացած թուղթ ստորագրեցին, ինչ ասեցին, դրանք իմ համար երկրորդական են։ Մինչև էլի կանդրադառնանք նրան, թե ինչ հաջորդեց հանդիպմանը, այն, որ հայտարարության մեջ նախագահները ընդգծում էին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով իրենց պարբերական շփումների կարևոր նշանակությունը
եւ պայմանավորվել են դրանք շարունակել այդ ձևաչափով, ի լրումն ԵՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի որոշ վերլուծաբաններ դիտարկում են իբրև այսպես ասած ձևաչափի որոշակի փոփոխություն, այսինքն ԵՀԿ Մինսկի խմբի ձևաչափին զուգահեռ նաեւ այլ ձևաչափի կազմավորում եւ նաեւ ինչ որտեղ Ռուսաստանի դերի առավել ուժեղացում։ Պարոն Պողոսյան, դուք այստեղ տեսնում եք նման մեկնաբանության համար հիմք։ Մեկնաբանություն էլ կարելի է, բայց խնդիրը լինելու է նաեւ արդյոք ինչքանով դա իրականության կվերածվի, որտեղ մեկ բան է, երբ որ կարելի է ցանկության կոչ անել եւ մեկ բան է, որ այդ ցանկության կոչի իրականություն տեղ կունենա։ Բնականաբար ինձ թվում է, որ այս հայտարարությունը նաեւ եղել է ի լրումը նրա, որ շնորհակալություն հայտնվի Դմիտրի Մեդվեդևին անձնապես, որ ինքը ներգրաված է, ինքը փորձելու է շարունակել եւ ինչպես Թաթուլը ասաց, որ պետք է միայն համաձայնվի, որ շատ ժամանակ հանդիպելը եւ խոսալը ավելի կարեւոր գործընթաց է այդրոպին, քան թե նույնիսկ կարողանանք մի բան պայմանավորել, որովհետեւ դա կապահովի մի օր ավելի քիչ միգուցե զոհեր եւ խաղաղ գաղափար։ Չնայած գործերը ապացուցում են, որ դա միշտ չէ այդպես տեղի ունենում, այնուամենայնիվ Ռուսաստանը բնականաբար ձգտելու է փորձի նոր դեր ստանձնի, ինձ թվում է կողմերը պետք է այնքան խելոք գտնվեն, որտեղ փորձեն այնուամենայնիվ բոլոր այն երկարատև հայտարարություններից հետո, որտեղ ասել են, որ Մինսկի խումբն է այն ճիշտ ձևաչափը հարցը լուծելու, միշտ լինի Մինսկի խումբը եւ չտեղի չունենա որևէ մի կողմի մոնոպոլիզացիայի կամ այլ ձևի ֆորմատ անելու։ Բայց եթե կա մի քիչ ավելի հեշտ գաղափար, որտեղ հնարավոր է մի կողմի նախաձեռնությունը ողջունել եւ ասել, երևի պետք է դա անպայման անել գնալ այնքանով, ինչքանով որ այդ հանդիպումը կնպաստի իրավիճակի կամ ձգված իրավիճակի մի քիչ թուլացմանը։ Պարոն Հակոբյան, դուք տեսնում եք ձևաչափի փոփոխություն կամ մի կողմից մենաշնորհացման ինչ որ ձգտում։ Բացարձակապես չեմ տեսնում, մի փաստ կարող եմ բերել ցույց տալու, որ Ռուսաստանը այս հակամարտության մեջ եղել է չասեմ մոդերատոր, բայց եղել է ամենակարևոր խաղացողը։ 94 թվականի մայիսյան հրադադարը ստորագրվել է Մոսկվայում, ստորագրվել է Ռուսաստանի միջնորդությամբ, պարտադրանքով, չգիտեմ, բառը մենք կարող ենք ընտրել, հետևաբար չի կարելի ասել, որ Ռուսաստանը այսպես նոր ակտիվացում կա։ Սրա մասին խոսում են նրանք եւ ուշադրություն եմ դարձնում, ովքեր Ղարաբաղյան հակամարտության քրոնոլոգիային լավ ծանոթ չեն եւ քիչ բան գիտեն։ Իրականության մեջ Ռուսաստանը միշտ եղել է միշտ էլ լինելու է ակտիվ եւ առանց Ռուսաստանի հնարավոր չէ հարց լուծել։ Հիմա անդրադառնանք նրան, ինչ որ հաջորդեց այս հայտարարությանը։ Ըստ Ղարաբաղի պաշտպանության բանակի լրատվական ծառայության ղեկավարի հրադադարը շարունակում է նույն ինտենսիվությամբ խախտվել, օրը 30-40 անգամ։ Նախատեսված դիտարկման վերաբերյալ պայմանավորվածությունները չպահպանվեցին, այսինքն հայտնի է, որ ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելության դուրս չի բերել առաջնային գծի նախորոք փոխհամաձայնեցված կետ եւ այլն։ Այս կապակցությամբ Ղարաբաղի պաշտպանության բանակի լրատվության եւ քարոզչության բաժնի տարածած հաղորդագրություններ, որ հարցական է այս ամենից կատարվելիք եզրակացությունը, ադրբեջանական բանակն է անկառավարելի, թե իր բոլոր նախահարցակ գործողությունները իրականացնում է վերադասի թելադրանքով։ Ձեր գնահատմամբ մեկն է երկրորդը, թե երրորդ իրադարձությունների սցենար կառաջարկեիք։ Եվ մեկը եւ երկրորդը, կասեմ։ Եվ վերադասն է, ոչ կարողանում խոսքին տեր կանգնել եւ շատ ժամանակ ինչ-որ խնդիրներ է առաջ քաշում, որովհետեւ այնուամենայնիվ չեմ ուզում հավատալ, որ Ալիևը իրականում այսօրվա դրությամբ չունի հնարավորություն իր բանակին վերահասկել եւ դրանով ինքը հպարտ լինի կամ ցանկանա ինչ-որ ավելի ամեն օր հայատյատություն քարոզել եւ մյուս կողմից բանակը իրականում երևի դառնում է քիչ ոչ վերահասկելի ուշտեշուտ այդ ամեն օր երբ որ միայն ատելության մասին խոսես մարդիկ կորցնում են այն զգացմունքը թե ինչ է նշանակում կրակել, ինչ է նշանակում առաջի գծում կատարել իր խնդիրները եւ հերոսացումը, որը տեղի է ունենում ամեն անգամ մեկ հայի ավել սպանելով, բնականաբար շատ մեծ ձգտում է առաջացնում շատ զինվորներին այնտեղ նաեւ որ չկարողանալ վերահսկումը պահել։ Դրա իմաստով, ապա ինձ թվում է, որ դա շատ ծրագրավորված քաղաքականություն է, որ այնտեղ տեղի ունենում այսօրվա դրությամբ։ Ինձ թվում է պետք է միշտ ամեն անգամ արժանապատվորեն արձագանքել
պատասխանատալ, որը մինչև հիմա միակ մեխանիզմն էր ապացուցելու, թե ինչպես են խաղաղադադարը այս խաղաղությունը պահպանելու, ամեն մի հայ զինվորի համար պետք է անպայման պատասխանը լինի եւ այդ պատասխանով միգուցե Ադրբեջանը կընկալի։ Իսկ միջազգային հանրության համար հետաքրքիր պայմանություն է ձեռք բերվել, որ Մինսկի խմբը պետք է ամեն անգամ փորձի սրանից հետո Անդրեյ Կասպերչիկի գրասենյակի կողմից ինչ-որ հետաքննություն անցկացնի։ Ճիշտն ասած, մանդատ այդ հետաքննության պարզ չի ոնց է աշխատելու, որտեղ այսօրվա դրությամբ իրենք չունեն, բայց միգուցե եւ սա նախաձեռնություն դառնա, որ գոնե 1 կամ 2 անգամ տարբեր դեպքերի ժամանակ միջազգային հանրությունը ոչ թե հավասարի պես կոչ անի, որ կողմերը զուս պահեն իրենց, ուղղակի ոչ մի ձևով խնդրում եմ, այն իրականում անվանի, ովքեր որ մեղավոր են, նրանց անունները տան եւ ըստ դրան բնականաբար կլինի գնահատականները։ Ես իլերումն պիտի ասեմ հետեւյալը, իմ կարծիքով անցել են այն ժամանակները, երբ ադրբեջանական բանակը կառավարելի չէ, էր մի ժամանակ 90-ականների սկզբերին, գուցե մինչև կեսերը, հիմա ես ավելին կարող եմ ասել, հետևելով զուտ այն իրադարձությունների զարգացման, ես կարծում եմ Ադրբեջանը ուղղակիորեն սադրում է եւ հատուկ է անում։ Վերջերս մի դիվանագետի հետ է ես խոսում, որը դեսպան է Հայաստանում հավատարմագրված եւ նա պնդում էր, չգիտեմ ինչքանով էր ճիշտ այդ պնդումը, որ 2010 թվականի հունիսին Ադրբեջանը պատրաստվում էր նոր պատերազմ սկսեց, դա անմիջապես նախագահների հերթական հանդիպումից հետո էր, երբ որ Ալիևը շրխկացրեց իր հետևից դուռը եւ նյարդայնացած վերադարձավ Բաքու։ Եվ պիտի նաև նկատենք, որ նախագահների հանդիպման նախորդին նման դեպք եղավ եւ դիպուկը արիզող դարձավ։ Ես կարծում եմ այստեղ Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը անելիք ունեն։ Հայաստանը պետք է, ես հասկանում եմ, որ գուցե ռեսուրսների պակաս կա, քաղաքական եւ այլ ռեսուրսների, բայց Հայաստանը պետք է գա պահ եւ ասի, որ մենք օրինակ այս հանդիպմանը չենք մասնակցում, որովհետեւ մեր զինվորին դուք սպանում եք։ Եկել է դրա ժամանակը արդեն։ Պարոն Հակոբյան, ես ուզում եմ մի մանրամասնի վրա էլ ուշադրություն դարձնել։ Այ ադրբեջանական լրատվամիջոցները պնդում են, որ հայկական զինուժի կողմից անչափահաս 8 տարեկան երեխա է սպանվել, հայկական կողմը հերքում է բնականաբար, բայց նաև այս միջադեպի մանրամասները պարզելու նպատակով էին մարտի 10-ին դեպքի վայրում դիտարկում պատրաստում անել, բայց ադրբեջանական կողմը չպահեց պայմանավորվածությունը, դրա հետևանքով առավել հեռավոր տարածությունից արվեց։ Ձեր կարծիքով ինչու ադրբեջանական կողմը այս անգամ փորձեց այդ միջադեպի հետ կապված մանրամասները թողնել չբացահայտված։ Դժվարանում եմ ասել, անկեղծ ասած, դրա վրա ժամանակ չկորցնեմ, ինչ որ ենթադրություններ անելու, ուղղակի չեմ կարող այդ հարցին պատասխանել։ Եթե թույլ տաք, ես ուղղակի մի փոքր ավելացում անեմ տրամաբանության իմաստով, առաջի գծում ընդհանրապես դժվար է տարբերակել ով է քաղաքացիական մարդը, ով է զինվորը, դա առաջի գիծ է, եւ երկրորդ առաջի գծում փոքր երեխաներ չեն բանում, այնպես որ այդ ռոպագանդիստական քայլը, որը Ադրբեջանը փորձել է անել, բնականաբար շատ դժվար էր կոծկելը, եւ հենց այդ գաղափարից է լինում, որ պետք է ամեն մի դեպքի համար հետամուտ լինել, եւ ինձ թվում է մի բան պետք է նաեւ ավելացնել, որ ոչ թե հանդիպում չգնալով են խնդիրը լուծում, այ արժանանի այնպիսի պատասխանը պետք է տանենց առաջի գծում, որտեղ որ Ադրբեջանը խնդրի հանդիպման գալը։ Իսկ դրա պատճառով դա ոչ թե նեղացված կեցված ես ընդունում, այ ուժեղի։ Իսկ ուժեղ լինելու համար մեր բանակը պետք է ամեն մի դեպքի համար այնպիսի պատասխան տա, որ առաջի գծի այլևս Ադրբեջանը ցանկություն չունենա սադրանքների գնալ։ Հիմա այն մասին, ինչի մասին խոսում էր քիչ առաջ պարոն Պողոսյանը, որ համանախագահները մասնավորապես հականե հանվանե չեն նշում օրինակ հրադադարի խախտման պատասխանատուներին, միշտ անում են մի տեսակ լղոզված անորոշ հայտարարություններ առանց հասցեատերերի։ Ձեր կարծիքով, պարոն Հակոբյան, ո՞րն է դրա պատճառը, ինչ է նրանք չեն ցանկանում այսպես ասած որևէ կողմի նեղացնել։ Չէ, իմ համար ուրիշ է խնդիրն ավելի, Հայաստանը եւ Ադրբեջանը ջենտլմենական ճակերտների մեջ խիստ համաձայնության են եկել, որ ամբողջ սահմանի երկայնքով եւ հայ-ադրբեջանական եւ Ղարաբաղ-ադրբեջանական չպետք է լինեն խաղաղապահ ուժեր։ Հետևաբար, ճիշտ է, ես էլ կցանկանայի, որ միջնորդները, նրա համանախագահ պետությունների նախագահները անուններով կոչեն ամեն ինչ, դատապարտեն, սակայն պիտի նաեւ հաշվի առնել, որ հրադադար կոչվածը, ես իմ բացատրությունը այլ է հրադադար կոչվածի, ես կարծում եմ, որ այսօր պատերազմը շարունակվում է։
ուղղակի պատերազմի ձևն է փոխվել, դասական իմաստով չի գնում այդ պատերազմը եւ պետք չէ անընդհատ միշտ մտածել, որ այ նրան դատապարտեք։ Պիտի ընդունենք, որ պատերազմը շարունակվում է եւ մեկ միայն թիվ նշեմ 94 թվականի հրադադարից այս կողմ ըստ միջազգային տարբեր վերլուծական այսպես ռիփորտների, զեկույցների շփման գծում սպանվածների թիվը 18-ից 21 տարեկան երիտասարդների 2-3 կողմերից, այսինքն հայկական եւ ադրբեջանական, հասնում է մոտավորապես 3000-ի։ Սա պատերազմ է եւ պատերազմը շարունակվում է այլ ձևերով։ Ձեր մեկնաբանությունը, թե ինչու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները չեն հասցեավորված չեն խոսում այն մասին, թե մասնավորապես ով է խախտում պայմանավորվածությունները, օրինակ փոխադարձ վստահության կամ հրադադարի վերաբերյալ։ Երկու կոմպոնենտ կա։ Մեկին կարելի է համաձայնել, որ առաջինը իրենք չունեն միսիաներ այնտեղ անելու եւ իրենք շահերն են առաջ պնդում։ Եթե ուզում եք ես իմ գնահատականը ստամ, ուրեմն թույլ տվեք ես լինեմ այնտեղ, տեսնեմ տեղում ինքս ստուգեմ։ Դա մի շահ է, որ անպայման գալ եւ այդ գծի վրա հնարավորություն անել։ Դա մի ճանապարհ է այդ շահերի համար։ Երկրորդը կողմերի դա փորձեն պահպանեն այդ նեյտրալիտետ ասած գաղափարը կամ հավասար միջնորդի խնդրի ինչ-որ էլեմենտը վստահ են, որ երբ որ գալիս են եւ առանձին հանդիպում են առանց մամուլի հղումների գաղափարի համար, երևի իրերը անվանվում են իրենց անուններով իրենց մեջի խոսակցության ժամանակ, բայց օֆիցիալ այդ հայտարարությունները ցավոք սրտի ոչ դեռ կարևորության համար են հարց լուծելու, այ փորձում են իրենց շահերը անեն, երբ որ միջազգային հանրությունը իրականում շահերը կբխեն այն բանից, որ Ղարաբաղի հարցի լուծման ժամանակն է եւ միայն դրանով է պետք է լինելու տարբեր, բնականաբար երևի հայտարարությունների ոչն է կփոխվի, քանակը, մակարդակը եւ այլն։ Այսօրվա դրությամբ դեռ կան այլ խնդիրներ, որտեղ այլ ձևով են հայտարարություններ արվում, իսկ այստեղ միջև այս վիճակը կարողանում են այսպես պահպանել, միգուցե եւ իրենց շահերը բավարարում են, դրա համար չկա ցանկություն ավելին եւ ավելին խորացնել, փորձել իրականում դերակատար ստանձնել ու շահերը բավարարել, որ իրենք փորձեն գան առաջի գծում Եվ վերջին, մեր զրույցի վերջում, Economist պարբերականը վերջերս անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը նշել էր, որ ներկայացվում է որպես սառեցված, բայց տաքանում է եւ մեջբերել էր այն տվյալները, որոնք քիչ առաջ դուք վկայակոչեցիք, որ 53%-ով մասնավորապես նախորդ տարի հրադադարի ռեժիմի խախտումների դեպքերը աճել են։ Ձեր կանխատեսմամբ, այսպես ասած, տաքացումը մինչեւ որ աստիճանի կարող է հասնել։ Իմ կանխատեսմամբ տաքացումը կարող է հասնել մինչև իհարկե ռազմական գործողությունների վերսկսման, բայց իհարկե ես չեմ ասում, որ վաղը կսկսվի կամ չգիտեմ 1 տարի հետո, բայց կարող եմ ասել, եթե 2 տարի առաջ կամ 5 տարի առաջ պատերազմի վերսկսման կամ տաքացման հավանականությունը 5% էր, այսօր 15, 20, 30% է, բայց այստեղ տաքացումը կախված չի միայն Ադրբեջանի ցանկությունների ձևախորժակից, դա կախված է մի շարք գործոններից, որոնցից գլխավորը իհարկե շփման գծում սահմանում հավասարակշռության պահպանումն է այն պահին, երբ Ադրբեջանը կզգա ատամը կկտրի, նա միանշանակ կսկսի նոր պատերազմ։ Հիմա նա ասում է, որ դրան պատրաստ չէ։ Հենց որ պատրաստ կլինի, նա կսկսի պատերազմ, բայց ես կրկնում եմ իմ պնդումը, որ պատերազմը շարունակվում է այլ ձևով։ Եվ վերջում ես էլի հիշատակ եմ այն մեջբերումը, որ արեցի մեր զրույցի սկզբում լատվիահայ համայնքի հետ այդ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը նաև կոչ էր արել հայությանը պատրաստվեք պաշտպանելու մեր ազգային շահերը, պատրաստվեք մեզ սատար կանգնելու։ Մեզ համար շատ չափազանց կարևոր է։ Արդյոք սա էլ ինչ-որ մի տեսակ հուշում չէ, որ առջևում գուցե վճռորոշ ինչ-որ զարգացումներ են սպասում, թե սա հերթական նման սպասելիքների շարքից է։ 91 թվականից ի վեր մեզ վճռորոշ ամեն օրն է սպասում եւ տենց լինելու է դեռ երկար, բնականաբար պատրաստ լինելը ամենակարևորն է եւ ինչպես ասում են, եթե ունակ չեն կերակրել մեր բանակը, կարող է ուրիշ բանակ ստիպված լինեն կերակրելու, այստեղ մենք պետք է պատրաստ լինենք միշտ այնպիսի իրավիճակ ունենանք, որ այդ տաքացումը, ինչպես Թաթուլը նաև ասաց, ոչ թե Ադրբեջանը զգա իր ատամը կկտրի, այդ տաքացումը երբևէ այն աստիճանի չգա, որ Ադրբեջանը երբևէ զգա, որ իր ատամը կկտրի։ Մենք միշտ պետք է կարողանանք այնպես պահենք մեզ եւ այնպիսի երկիր կառուցենք, այնպիսի բանակ ունենանք, որտեղ Ադրբեջանը մի զգա, որ իր ատամը երբևէ չի կտրելու։ Ես դա մեր ձեռքում է։
Շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Հիշեցնենք, որ Ազատություն ռադիոկայանի տեսակետների խաչմերուկում այսօր հանդիպեցին Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Թևան Պողոսյանը եւ Civitas հիմնադրամի փորձագետ Թաթուլ Հակոբյանը։ Հաղորդումը վարեց Աննա Իսրայելյանը։